ես սկզբունքորեն համամիտ եմ, որ ինստինկտյան այս հարցադրումները չպետք է լինեին հրատապ, անգամ արձիական։ Բայց ցավոք պետք է արձանագրենք, որ դրանք ձեռք են բերել արձիականություն եւ դրանց քննարկումը ինստինկտյան դարձել է անխուսափելի։ Եթե ինձ հարցնեք, բայց դեպքում ինչ հարցադրումներ կան, որ դուք համարեք առավել արձիական, ես կասեի եկեղեցու հետ կապված, դեռ չեմ թողնում մի կողմ թողնենք մյուս հարցադրումները կապված մեր երկրի անվտանգության, տնտեսական, սոցիալական, քաղաքականության մյուս ոլորտների հետ։ Հրատապ խնդիրն այն է, որ այսօր եկեղեցին, ինչպես նաև հայտարարության տեքստում դուք կնկատեք, ըստ էության ճանաչում է որպես միջնաբերդ։ Այս տերմինը վերջերս դրոշրջանառության մեջ կարծում շատ հաջողված եզրույթ է, որտեղ բոլոր արժեքների, հոգևոր մշակութային արժեքների, ազգային ինքնության համատեքստում եկեղեցին միջնաբերդ է, եկեղեցուն հասնելու համար իսկապես պետք է մի քանի ազգային ինքնության արժեքներ ոտնահարել։ Եվ այս տեսանկյունից, եթե մենք եկեղեցին իսկապես ինչը սահմանադրությամբ է ամրագրված այդպիսին է, ապա խելամիտ քաղաքականության դեպքում, եկեղեցի պետություն խելամիտ փոխհարաբերության դեպքում մենք ունենենք հսկայական հաջողություններ։ Մենք որևէ կառույց չունենք համահայկական, որը ունենար ցանցային համակարգ ամբողջ աշխարհում, որտեղ դուք գիտեք, որ հայ եկեղեցին ունի իր բոլոր թեմերը, կառույցները աշխարհի բոլոր ծայրերում եւ կարող է հսկայական աշխատանք կատարել ի նպաստ հայ ազգային շահերի պաշտպանության։ Եվ անգամ դրանք ամրագրված են սահմանադրության մեջ։ Երբ որ մենք խոսում ենք սփյուռք հայության վերադարձի մասին, հայրենադարձության մասին, մենք հաճախ լսում ենք, որ հայրենադարձությունը մեզ համար առաջնահերթ չէ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ սահմանադրության 19-րդ հոդվածը չի թողնում այս խնդրի լուծումը որևէ մեկի հայեցողությանը, սա համարում է սահմանադրական արժեք։ Հայրենադարձությունը պետք է նպաստվի։ Եթե հարմար չեք գտնում, որ պետք է մտածեք սահմանադրական դրույթը փոխելու, բայց ոչ թե սահմանադրության դրույթի առկայության դեպքում մտածել, թե մենք որն ենք համարում առաջնահերթ, որը ոչ։ Եվ այս տեսանկյունից, եթե մենք իսկապես եկեղեցականի քաղաքականությամբ զբաղվելը խնդիր ենք համարում, այս տեսանկյունից մենք պետք է ողջունենք եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելը, որտեղ դա միայն նպաստ կլիներ ամբողջ աշխարհին, ամբողջ աշխարհում այս շահերը հնարավորինս արդյունավետ պաշտպանելու։ Երկու թեզեր այնուամենայնիվ ես կուզենայի այստեղ խնդրել, նրանք դատողություններ, ասեմ, մեղադրանք այդքան էական չի։ Հաճախ խնդրում եմ, որ իսկապես եկեղեցականները զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ինչը արգելված է իբրև թե օրենքով, եւ ըստ այդմ էլ նաեւ առաջ են քաշում այն, որ դե եթե օրենքով արգելված գործունեությամբ են զբաղվում, պետք է դրան լինի որևէ հակադարձում։ Սա մի խնդիր։ Եվ երկրորդ խնդիրը անձերի դեմ է ուղղված, սա կոնկրետ անձի խնդիրը եկեղեցու դեմ չէ։ Իմ տպավորությունն այն է, որ սա ոչ անձի դեմ, ոչ էլ եկեղեցու դեմ է։ Սա ցավոք պետականության դեմ է վերջին հաշվով։ Բայց անդրադառնանք այս հարցադրումներից յուրաքանչյուրին։ Ովքեր որ դատողություններ են անում, թե եկեղեցականը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ես կուզենայի մի հարցի պատասխանել, իսկ ինչ եք հասկանում քաղաքական գործունեություն ասելով։ Այսօր նստած յուրաքանչյուրը համոզված եմ դրան կտա յուրովի բնորոշումը։ Ինչի, որովհետև որ ըստ դրությամբ այդ բնորոշումը չկա։ Իսկ սա նշանակում է, որ մենք ամեն դեպքում կարող ենք ազատ դրան բնորոշումներ տալ, բովանդակություն հաղորդել եւ մեղադրանքներ առաջադրել։ Այս խնդիրը ինձ համար արձիական էր համարվել դեռ 22 թվականին, երբ մի հոդված պատրաստեցի, բայց դատավորների հետ կապված, որտեղ նույն իրենց մոտ է, այս տեսանկյունից, որտեղ դատական օրենսգրքով իրենք 5-րդ հոդվածի համաձայն պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն, չեզոքություն, բայց ինչ բան է քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, կոնկրետ իրավական կտրվածքով ինչ բովանդակություն ունի, որովհետև դա բացված չի։ Եվ արդյունքում մենք բնականաբար ցանկացած բայի դատավորի որևէ հայտարարություն կարող ենք եւ անում ենք, գնահատում ենք որպես իբրև թե սկզբունքի խախտում, դրանից բխող հետևանքներով հանդերձ։ Ուրեմն առաջին հերթին ուզում եմ ասել, որ չկա նման բնորոշում։ Հետևաբար եթե մեղադրանք ենք առաջադրում, պետք է հոգայինք, դա պետք է անենք օրենսդրությամբ դրա շրջանակները հստակեցնելուն։ Չափազանց բարդ խնդիր է, որտեղ քաղաքականությունը օգտագործում է տարբեր բովանդակությամբ, տարբեր իմաստներով եւ կոնկրետ այս իմաստով պետք է փորձենք հստակեցնել։ Եվ ամենակարևորը լավ ընդունենք մի բան, որ եկեղեցին հենց դասական իրենց պատկերացրած իմաստով իրականացնում է քաղաքական գործունեություն։ Իսկ ինչը դա արգելված է օրենքով։
ախր երբ որ մի բան ենք ասում, պետք է նաև երկրորդ հարցի պատասխանը տանք, արգելված գործունեությունը, թե ոչ խրախուսելի գործունեությունը։ Քիչ առաջ ես նաև ներկայացրեցի, որ եթե եկեղեցին զբաղվեր քաղաքականությամբ կոնկրետ սահմանադրությամբ նախատեսված մի քանի ոլորտերում, մենք մեծ արդյունքներ կունենանք։ Արգելք չկա, եւ չերել կարող լինել ամբողջ խնդիրն այն է, որ միջազգային իրավունքի չափանիշներով եւս եկեղեցականը չի կարող ունենալ քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։ Իմիջիալուց այս տերմիններն էլ օրենսդրական համարվում են խիստ վիճահարույց, որտեղ միջազգային փորձում այս երկու տերմինները զուգահեռ չեն օգտագործվում։ Սա էլ խոսում է օրենսդրության անկատարության պայմաններում ինչ-որ մեղադրանքներ հնչեցնելու մասին։ Կա զսպվածություն կամ չեզոքություն հազվադեպ կիրառող, որտեղ սրանք հովանիշների, եթե մենք միան ժամանակ ենք օգտագործում, անհարկի շփոթ է առաջացնում։ Մի կարևոր խնդրի հետ կապված, տեսեք, երբ որ օրերս ես նաև լսեցի Պոլսի պատրիարքի նաև հայտարարությունը, որտեղ ինքը մտահոգություն էր հայտնում, որ նաև իր անունն է շոշափվում, եւ ասաց, որ իր դիտարկմամբ այս ամենը նախընտրական քարոզչության հետ է կապված եւ շատ այսպես կոռեկտ ոչաբանությամբ դիմելով իշխանություններին ասաց, որ խնդրում եմ այս հարցը թողեք, դա ձեր լիազորություններից դուրս է եւ զբաղվեք ուղղակի ընտրություններին պատրաստվելով։ Սա պատկերացրեք, մեկ այլ միջավայրում, մեկ այլ մոտոլորտում ձևավորված տեսակետ է եկեղեցականի, որ այս ամենը ընկալում է որպես նախընտրական քարոզչության բաղադրիչ։ Մենք շատ հաճախ ենք, չէ՞, քննարկում, թե ինչի համար է սա ցակել այս բան եւ ինչի դեմ է ուղղված։ Հիմա դրա մասին չխոսենք, դեռ ելույթ ունեցողները կանադառնան դրան, բայց բոլոր դեպքերում տեսեք, երբ ասում ենք անձի եկեղեցու դեմ, մի պահ չընդհանրացնենք եւ փորձենք հասկանալ։ Եթե մենք ասում ենք, որ անձի դեմ է ուղղված, բայց եկեղեցական մարմինների, համաեկեղեցական մարմինների գործունեությանը վերաբերող հարցերը փոխում ենք իշխանական հարթության լուծել, մենք նշանակում ենք եկեղեցուն թիրախավորում ենք։ Եկեղեցին ունի իր կառույցները, կառավարման մարմինները, որոնք իրավասու են լուծելու ցանկացած ներեկեղեցական խնդիր։ Որևէ մեկի միջամտությունն այստեղ ուղղակի չի թույլատրվում։ Ես չէի ուզենա անդրադառնալ պետություն եկեղեցի հարաբերություններին, պարոն Պողոսյանը հենց իր հարցադրումների շրջանակներում դրանց կանադառնա։ Ուղղակի մի օրինակի վրա եմ ուզում բերել այդ քաղաքականության հետ կապված, որ պարզ դառնա, թե մենք երբեմն ինչքան սահմանափակ ենք ընկալում ու երբեմն ցավոք հրամցնում այս ամենը։ Դա մտունենք շատ հաճախ են, չի ասում, որ դե եթե իսկապես եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող ստեղծի կուսակցություն եւ զբաղվի։ Ինչ իմաստով է դա ասվել, դա էական չի, բայց բոլոր դեպքերում փորձենք վերլուծել այս արտահայտությունը։ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն հանրապետության նախագահը չպետք է լինի որևէ կուսակցության անդամ իր պաշտոնավարման ընթացքում, չպետք է ուղղակի մասնակցի կուսակցական գործունեությանը, բայց 93-րդ հոդվածում ամրագրված է, որ նախագահը պետք է ղեկավարվի համապետական համազգային շահերով։ 98-րդ հոդվածում էլ ամրագրված է, որ նախագահը պետք է իր իրավասություններին առնչվող հարցերով դիմի ազգային ժողովին ուղերձներով։ Որևէ դեպքում երևի տեղակ եք, որևէ ուղերձ չի եղել, բայց բոլոր դեպքերում սահմանադրությունը ամրագրում է։ Եվ եթե սրան հավելում եք նաև հանրային ծառայության մասին օրենքի 5-րդ հոդվածը, որտեղ որ ամրագրված է քաղաքական պաշտոնյա է համարվում հանրապետության նախագահը, ամեն ինչ մեր տեղը։ Այսինքն մենք ունենք մի պաշտոնյա, ընդ որում պետության գլուխը, որը համարվում է քաղաքական պաշտոնյա եւ այլ կերպ չէր կարող համարվել, բայց ինքը, եթե մենք ասկես տրամաբանությանը շարունակում ենք, քանի որ կուսակցության անդամ չի, չպետք է իրականացնի քաղաքական գործունեություն, չպետք է անի քաղաքական հայտարարություններ եւ այլ։ Տեսնում եք, երբեմն ինչ աբսուրդ իրավիճակ ենք հասնում, երբ որ քաղաքական գործունեության բնորոշումը շատ սահմանափակ ենք ընկալում, ասկան զուտ շահերի տեսանկյունից։ Ես երկար տարիներ մասնակցել եմ անմիջականորեն եկեղեցական մարմինների գործունեությանը, եղել են բազում հայտարարություններ եւ այդ հայտարարությունները երբեմն ցավոք ընկալվել իբրև թե նեղ քաղաքական, բայց բոլորը շատ լավ գիտեք, որ այդ հայտարարությունները բացարձակապես կուսակցական քաղաքական ասպեկտով նմանաբնույթ բովանդակություն չունեն, դրանք համազգային շահերով թելադրված հայտարարություններ են եւ որովհետեւ այստեղ հակառույնական ոչինչ չկա։ Ավարտելով միտքս ուղղակի ես ուզում եմ բոլորդ մեկ անգամ եւս ուշադիր նայեք հայտարարության տեքստին, կարծում եմ, որ այս հայտարարության տեքստը կամփոփի մեր բոլորի մտահոգությունները եւ հուսամ, որ մենք կվերադառնանք մի այնպիսի մեկնակետի, որտեղ պետություն եկեղեցի հարաբերությունները կլինեն ոչ թե միջանձնավորված,
ոչ թե կլինեն ոչ թե կոռեկտության սահմաններից դուրս, այլ կլինեն կառուցված ինչ-որ միտեղ արդյունավետ։ Այսքանը, շնորհակալություն։